Բարև ձեզ, ես Անդրանիկն եմ, ֆիզիկական թերապիստ։ Այսօր ցանկանում եմ խոսել գոտկատեղի ցավի մասին, որը աշխարհում աշխատունակության սահմանափակման ամենատարածված պատճառներից մեկն է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ շարժունակության պակասը եւ օրվա մեծ մասը նստած դիրքով անցկացնելը նպաստում են գոտկատեղի ցավի առաջացմանը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնպես ընդգծում է, որ ֆիզիկական պասիվությունը դա մեր օրերի ամենատարածված առողջապահական մարտահրավերներից մեկն է։ Եթե ունեք գոտկատեղի ցավ, առաջին խորհուրդս է շարունակեք շարժվել հնարավորության սահմաններում։ Նախկինում խորհուրդ է տրվում անցնել անկողնային ռեժիմի եւ քիչ շարժվել, սակայն այսօր ապացուցահեն բժշկությունը ցույց է տալիս, որ չափավոր եւ վերահսկվող շարժումները նպաստում են գոտկատեղի ցավի արագ վերականգնմանը։ Աշխատանքի ընթացքում փորձեք ամեն ժամը մեկ վեր կենալ եւ մի փոքր քայլել։ Նույնիսկ այդ փոքր քայլքը կարող է նպաստել գոտկատեղի ցավի մեղմացմանը։ Փորձեք շարժվել ավելի շատ օրվա ընթացքում եւ փորձեք հնարավորինս ավելի քչացնել ձեր նստակյաց դիրքը օրվա ընթացքում։ Այժմ ցույց կտամ երկու պարզ եւ անվտանգ վարժություն, որոնք կօգնեն ձեզ մեղմել ցավերը եւ բարելավել շարժունակությունը։ Վարժության համար մեզ պետք կլինի ցանկացած գոտի, որը պետք է դնել գոտկատեղի այն հատվածում, որտեղ որ ցավ եք զգում։ Գտնում եք ցավացող հատվածը, գոտիով մի փոքր բարձրացնում եք վեր այդ ցավից, ձեռքերում ձգում կատարելով դեպի առաջ եւ վերև, պահելով լարվածությունը, կատարում ենք տարածում գոտկային հատվածում։ Մի քանի անգամ կատարելով կզգանք, թե ոնց է մեղմանում ցավը եւ բարելավում վիճակը։ Հաջորդ վարժության համար մեզ նույնպես պետք կգա գոտի կամ ռետինե ժապավեն։ Տեղադրելով ժապավենը կամ գոտին ցավացող հատվածի վրա, դիրքավորվում եմ իջնելով չորեքթաթ դիրքի։ Ձեռքերով ֆիքսում եմ ժապավենը կամ գոտին, առաջացնելով լարվածություն գոտու եւ մեջքի միջև եւ փորձում եմ նստել կրունկների վրա, պահպանելով այս ձգման զգացողությունը։ Կարող եմ պահել 1-2 վայրկյան, նորից հետ եմ վերադառնում եւ նույնը կատարում ենք 3-4 անգամ։ Փորձեք թուլացնել մկանները, որպեսզի չդիմադրեք գործողությանը։ Ուշադրություն դարձրեք, որպեսզի ծնկների լայնությունը լինի ուսերի լայնության կամ կոնքի լայնության։ Միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ, որ գոտկատեղի ցավը կարող է ունենալ տարբեր պատճառներ, եւ նույն վարժությունը չի կարող արդյունավետ լինել բոլորի համար։ Հետևաբար, եթե ցավը չի անցնում սրանում կամ կրկնվում է, պետք է դիմել մասնագետի։ Եվ հիշեք, վաղ դիմելը օգնում է լուծել խնդիրը ավելի արագ եւ կանխում է հետագա բարդությունները։